Հանրային տրանսպորտի բարեփոխումներից հետո մարդիկ այլևս ստիպված չեն կանգառներում անորոշության մեջ երկար սպասել, չիմանալով թե երբ կգա ավտոբուսը։ Քաղաքի տարբեր հատվածներում տեղադրված էլեկտրոնային ցուցատախտակները հնարավորություն են տալիս տեսնել, թե տվյալ երթուղին քանի րոպեից կմոտենա։ Բավական է նայել ցուցատախտակին եւ միանգամից պարզ է դառնում, օրինակ 5, 7 կամ 12 րոպեից համապատասխան համարի ավտոբուսը կհասնի կանգառ։ Քաղաքացիների խոսքով սա հատկապես հարմար է առավոտյան եւ երեկոյան ծանրաբեռնված ժամերին, երբ յուրաքանչյուր րոպեն կարեւոր է։ Շատերը նշում են, որ այս համակարգի շնորհիվ կարողանում են ավելի ճիշտ պլանավորել իրենց օրն ու խուսափել ավելորդ սպասումից։ Ծրագիրը համակարգում է Երևանի քաղաքապետարանին պատկանող Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն ՓԱԿ բաժնետիրական ընկերությունը։ Բարեփոխումներն իրականացվել են 3 առանցքային ուղղությամբ։ Հասարակական տրանսպորտի համալիր բարելավման ծրագիրը ներառում է մի շարք կարևոր բաղադրիչ՝ միասնական տոմսային համակարգի ներդրում, շարժակազմի կառավարման համակարգի արդիականացում եւ ուղևորների տեղեկատվական համակարգի ստեղծում ու զարգացում։ Ուղևորների տեղեկատվական համակարգը, որի սպառող հենց ուղևորներն էին, այսինքն սա ենթադրում էր երթուղիների եւ ավտոբուսների ժամանմանը մնացած տվյալների վերաբերյալ տեղեկատվության ստացում, այն իրականացնելու համար նախ եւ առաջ պետք էր ավտոբուսները համալրել GPS կամ ինքնատեղորոշման սարքավորումներով, ինչից եւ մենք սկսեցինք։ Մանուկյանի խոսքով նախ Երևանի վերգետնյա հասարակական տրանսպորտի ավելի քան 800 միավոր շարժակազմ համալրվել է GPS ինքնատեղորոշման սարքավորումներով։ Ամեն վայրկյան ավտոբուսները փոխանցում են իրենց տեղադրության տվյալները կենտրոնական սերվերին։ Օրական մշակվում են միլիոնավոր տող տվյալներ։ Քանի որ որոշ քաղաքացիներ գուցե չունեն այդ հնարավորությունը կամ կապի խնդիր ունեն, հասարակական տրանսպորտի առավել ակտիվ կանգառասրահներում տեղադրեցինք նաև էլեկտրոնային չվացուցակի սարքավորումներ։ Դրանք 42-ն են այս պահին եւ այս կանգառներում տեղադրված մոնիտորների վրա մեր քաղաքացիները հնարավորություն ունեն տեսնելու տվյալ երթուղու ժամանմանը մնացած րոպեները։ Տվյալները հավաքագրվում եւ մշակվում են քաղաքապետարանի միասնական համակարգում, որից հետո փոխանցվում են գործընկեր հարթակներին՝ Yandex եւ Tugis։ Ծրագիրը հաշվի է առնում այդ տվյալները, իհարկե կանխատեսման մեխանիզմը առավելապես աշխատում է machine learning-ի, հարստական բանականության որոշակի գործիքակազմերի կիրառմամբ եւ իրականացնում է կանխատեսում, այդ թվում հաշվի է առնում նաեւ խցանումները։ Արդյունքում բջջային հավելվածներում երևում է կոնկրետ երթուղու ավտոբուսի շարժը եւ ժամանման կանխատեսվող ժամանակը, իսկ կանգառներում տեղադրված էլեկտրոնային տախտակներին ցուցադրվում են տվյալ կանգառը սպասարկող երթուղիների ժամանմանը մնացած րոպեները։ Չվատախտակները ահա որ մեզ օգնում են, որ մեր մոտ Wi-Fi չկա, հեռախոս չկա, միշտ նայում ու իմանում ենք մեր ավտոբուսը որտեղ է։ Այդ տախտակները մեզ շատ օգնում են, պահա լինում հեռախոսի մեջ ինտերնետ չի լինում, դիմում ենք դրա օգնությամբ։ Նայում եմ, ճիշտ ժամանակն էլ գալիս է, չեմ բողոքում։ Ես քիչ եմ օգտվում իհարկե, բայց օգնում է։ Հիմնականում համընկնում է։ Ուղղակի ավտոբուսների աշխատանքից ենք մի քիչ դժգոհում, հատկապես 15 երթուղին շատ դժվար է աշխատում։ Մնացած չվատախտակներից գոհ ենք։ Դե հիմնական որ հեռախոսներից էինք օգտվում նայում էինք, հիմա արդեն չվատախտակներից ենք օգտվում։ Օգտվում եմ, հա, նայում եմ, կարող է 1-2 րոպե ասենք բան լինի։ Ժամանակին չգա, այդ գիտեք խցանումներից է, բայց ընդհանրապես սա լավ բան ամբողջ աշխարհում կա պատահի դա, բաց լինի, շատ լավ է։ Շնորհակալ ենք։ Խցանումներ եթե չլինի, ավելի ճիշտ ժամանակ կգան։ Համար հիմա էլ ժամանակը բռնում է ժամերին լրիվ։ Ինչ որ ցույց բանում կա, տախտակի վրա ցուցադրում։ Այս պահին Երևանում տեղադրվել է 42 էլեկտրոնային չվացուցակ առավել ակտիվ կանգառներում։ Երևանի խելացի կանգառները եւս մեկ քայլ են դեպի թվայնացված եւ կանխատեսելի հասարակական տրանսպորտ, որտեղ ուղևորն իրական ժամանակում ունի տեղեկատվություն եւ կարող է ավելի արդյունավետ կազմակերպել իր առօրյան։ Նարինե Ղուկասյան, Մանուել Ստեփանյան, Ռադար Արմենիա։